Հարգելի հայրենակիցներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Շատ գոհ եմ, երբ որ դուք արձագանքում եք եւ ձեր առաջարկներով, ձեր խորհուրդներով օգնում եք մեր հաղորդումներին։ Իմ ջերմ ողջույնները մեր սփյուռքահայ բարեկամներին։ Շատ եմ նշում սփյուռքահայ բարեկամներ, որովհետեւ շատ ու շատ արձագանքներ կան եւ պիտի հաշվի առնեն, որ մեր սփյուռքահայ բարեկամները այսպես թե այնպես հեռու են իրենց հայրենիքից եւ կարոտով են ունկնդրում ամեն մի յուրաքանչյուր նոր բան կամ հայեցի բան, իսկ մեր խոհանոցը, իսկ մեր հաղորդումները միայն հայկական, ավանդական խոհանոց է մատուցում։ Իհարկե իմ ջերմ ողջույնները նաև մեր երկրի բոլոր հեռուստադիտողներին։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ազգային ավանդական աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան հայոց խոհանոցից ուտեստներ եւ շարունակվում է նաև այն շարքը, որ կոչել ենք Մարգագետնից խոհանոց։ Բարեկամներ, այսօր պատրաստվող ուտեստը կոչվում է մասրապուր եւ բաղադրությունը հետեւյալն է։ Մասուրի հյութ սա պատրաստում ենք շատ պարզ եղանակով։ Մասուրը ընտրում ենք, եռացնում եւ անցկացնում մաղով եւ պտղամիսը օգտագործում որպես հումք։ Օգտագործելու ենք նաեւ դաղց, շաքարավազ, ալուր, ծիրանաչիր, թթու լավաշ եւ կորկոտ։ Բնականաբար ամենակարևոր եւ ամենահիմնական համեմունքը, որ միշտ կրում ենք մեզ հետ, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Գնացինք բարեկամներ, մասրահյութը եռացնում ենք։ Օգտագործելու ենք նաեւ գլուխսոխ, գլուխսոխը մանր կտրատենք։ Որքան պարզ եւ հասկանալի բաղադրություն, բայց նաեւ որքան օգտակար եւ անհրաժեշտ մեր օրգանիզմին։ Սոխը եւ կորկոտը եռացնում ենք մասրահյութի մեջ։ Հիշեցնեմ, որ մասուրի հյութը նաև կոչում են մասրամածուն։ Ընդհանրապես զմռան եղանակին մեր այս հատապտուղների չքնաղ մի բույլը, որով շատ հարուստ է մեր բնաշխարհը, պետք է շատ ու շատ օգտագործել, շատ ու շատ։ Մի քիչ էլ ավելացնենք կորկոտ։ Լավ, հիմա կիերա։ Իսկ մենք կպատրաստենք ծիրանաչիրը։ Միայն բաղադրությունը այսպես ունկնդրելիս արդեն պարզ է դառնում, թե ինչ ուտեստի մասին է խոսքը, այսինքն իր օգտակարությամբ, չքնաղագույն ուտեստ է սա եւ բացառիկ օգտակար։ Եվ պատրաստման եղանակն է շատ պարզ է եւ շատ հասանելի։ Ավելացնենք նաեւ ծիրանաչիրը։ Այսպես կտրատենք թթու լավաշը։ Թթու լավաշը պիտի շատ չուշացնենք միացնելու, որովհետև եռալիս պիտի լուծվի թթու լավաշը։ Լուծվի արգանակին, այսինքն տվյալ պահին արգանակ որպես օգտագործում ենք մասուրի հյութը։ Հավասարակ շռում ենք թթուն եւ քաղցրը։ Մի քիչ շաքարավազ
մի քիչ աղ, աղից հետո օգտագործենք մի չոր ամբողջական կծու պղպեղ։ Բարեկամներ, պիտի հուշեմ, որ այս բաղադրատոմսի մեջ կա նաև ալյուր, ալյուրա ջուր, բայց սա օգտագործելի է ալյուրը, եթե ամբողջ հյութը մի քիչ նոսր է, բայց այս պահին թանձր է հյութը և ձեր թույլտվությամբ չեմ ուզում ավելացնել, բայց իրականում պիտի սառը ջրով ալյուր բացել և ավելացնել խյուսը ապուրի վրա, բայց քանի որ մենք ընտրել ենք լավ խիտ մասուրի հյութ, կարծում եմ չարժե, որ այս խտությունը նորից ավելացնել ալյուրով, մանավանդ, որ ուտեստը կլինի ստացվի էլ ավելի, եթե ալյուր չլինի, ավելի բնական և ավելի օգտակար։ Մեզ մնում է սպասել եռա այս ուտեստը եփի կորկոտը, վերջում կավելացնենք դաղց և ուտեստը կմատուցենք, ուտեստն արդեն պատրաստ է, 5 րոպե հետո կհանդիպենք։ Բարեկամներ արդեն պատրաստվեց և մեզ մնաց ուղղակի վերջին ատրիբուտը, իսկ վերջին ատրիբուտը դա դաղցն է, դաղցը ավելացնենք, վերցնենք կրակից, ծածկենք և պատրաստենք մատուցվող ափսեն։ Նորից հիշեցնեմ, մասրապուր, օգտագործեցինք մասուրի հյութ, բնական, հենց մենք ինչ արեցինք, եռացրինք մասուրը, անցկացրինք քամիչով և պտղամիսը միայն օգտագործեցինք, սոխ, ծիրանաչիր, թթու լավաշ և կորկոտ, մի քիչ պղպեղ, աղ, շաքարավազ և ուտեստը պատրաստ է, մասրապուր։ Ահ, երանի թե դուք այստեղ լինեիք, թե տեսնեիք ինչպիսի բույր է տարածվել ամբողջ տաղավարով։ Հիշեցնեմ բարեկամներ, որ պիտի նաև ավելացնեինք ալյուր, բայց քանի որ մենք լավ այսպես թանձր հյութ օգտագործեցինք մասուրի, դրա կարիքը չզգացվեց։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը և ուզում եմ, որ մենք օգտվենք մեր բնության բարիքներից, հենց այս նպատակն է հետապնդում, հարգելի հեռուստադիտողներ, այն շարքը, որ մենք անվանել ենք մարգագետնից խոհանոց։ Ցանկությունս է, որ ձեր սեղաններին միշտ լինեն ազգային ավանդական ուտեստներ և մենք բոլորս սնվենք հենց ազգային ուտեստներով, որովհետև մենք կդառնանք էլ ավելի առողջ և էլ ավելի բարի կունենանք հայեցի կեցվածք։ Ուզում եմ, որ մենք լինենք միշտ միասին, ազգ սիրենք ու հայրենիք, ևս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Մասրապուր, մասուր 200 գրամ, խոշոր կորկոտ 75 գրամ, ծիրանաչիր 75 գրամ, սոխ 25 գրամ, շաքարավազ, թթու լավաշ, դաղց, աղ, կծու կարմիր պղպեղ, բարյախորշակ։